Լարված դրություն է Ստեփանավանի համայնքապետարանում։ Արմանիսի ոսկու հանքը վերաբացելու հարցն է կռիվ գցել բնակիչների մեջ։ Սագամար ընկերությունն ուզում է Արմանիսում երկրաբանական ուսումնասիրություններ անել օգտակար հանածոներ արդյունահանելու համար, բայց շատ բնակիչներ դեմ են։ Չենք ուզում մի քանի կոպեկի համար թույն շնչել, ասում են բողոքավորները։ Նրանց ոչ մի կերպ չեն հասկանում հանքերի շահագործմանը կողմ բնակիչները։ Ինչ իրավունքով դուք թույլ չեք տալի աշխատի։ Ով է ձեզ տվե այդ իրավունքը, դուք պետք է մեզ հարցնեք ու ուրասարցիներին։ Հանք շահագործել նշանակում է աշխատատեղեր բացել, ասում է Արմանիսի բնակիչ Նարինեն, հիշեցնում, որ 10 տարի առաջ իրենց գյուղում հանքերը գործում էին, ինքն էլ 150,000 դրամ աշխատավարձ էր ստանում։ Աշխատել են, սենց չէ, որ սենց է ապրել են, շատ լավ է ապրել, 150,000 է աշխատավարձ եմ ստացել, 10 տարի առաջ, որ բոլորը մեր քաղաքում ստանում են 20 ու 30։ Ու մենակ Արմանիսը չի աշխատել է Ստեփանավան իր բոլոր տարածաշրջանով չհաշված, Մեղրի, Վայք, ընդեղից է աշխատող եք ունեցել, այո։ Ստեփանավանցի Նազելի Ավագյանը չի հավատում աշխատատեղեր բացելու խոստումներին, ասում է այդպես մարդկանց համոզում են, բնությունը փչացնում։ Չկան աշխատատեղերը, կա ավերված էկոլոգիա, Ստեփանավանը, որ տուրիստական մեծ համբավ ուներ, հանքի գործարկումից մի քանի տարի անց տուրիստական կտրուկ անկում է գրանցվել։ Հանքը շահագործելու դեպքում ջուրը կընկնի Ստեփանավանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու համայնքի ռազմավարությունը, պնդում են դժգոհ բնակիչները։ Մենք դեմ ենք հանքին։ Սագամարի ներկայացուցիչները հավատացնում են հանքերի շահագործումը բարձրացնելու է Հայաստանի տնտեսական, գիտական վարկանիշը։ Երբ որ հայտնաբերվի ինչ-որ մետաղական կուտակներ, առաջին հերթին սա գիտության մեջ վերելք է, հոդվածներ կրնեն հրապարակումներ եւ այլն, նաեւ Հայաստանի ռեյտինգն է սա։ Ուրասարի վարչական ղեկավարը խոստանում է անել այնպես, ինչպես ժողովրդի մեծ մասը որոշի, իսկ մեծ մասը իր տպավորությամբ ուզում է, որ հանքերը գործեն։ Հանք շահագործելու մասին խոսելը իմաստ չունի։ Ժամանակին էր պետք, ուղղակի չթողեցին այնտեղ խոսեն։ Ժամանակին էր պետք չթողնել, որ բացեն։ Բայց եթե բացել են, այդքան շահագործել են, արդեն այդ ամեն ինչը կա, հիմա սխալ կլինի չաշխատելը։ Էկոակտիվիստներն ակնկալում են, որ շրջակա միջավայրի նախարարությունը ռիսկերի մասին իրենց բոլոր դիտարկումները հաշվի կառնի վերջնական որոշում կայացնելուց առաջ։ Արդեն դիմում բողոք են ուղարկել նախարարություն։ Լիլիթ Գասպարյան, Անահիտ Կարապետյան, Հայկ Վարդանյան և Էլեն Յահինյան, Հայլուր։